Հիմա ի նշան հարգանքի նախքան մենք կբացենք գիրքը, ես կուզենայի, որ բոլոր նրանք, ովքեր կարող են պարզապես վեր կենան մի րոպե աղոթքի համար։ Հիմա սրտի անկեղծությամբ Աստծուն աղոթքի խոսքեր շշնջացեք։ Տեր Աստված, երկնքի և երկրի արարիչ, հավիտենական կյանքի հեղինակ և բոլոր բարի ու կատարյալ պարգևների տվող, մենք խնդրում ենք քեզ, Տեր, նախ և առաջ ներել մեզ մեր ամբողջ անտարբերությունը և մեր մեղքերը և մեր հանցանքները գործված քո առջև և միմյանց առջև և մեր եղբայրակիցների առջև։ Թող այս փոքրիկ հավաքույթը լինի ոչ միայն մեր սեփական հոգիների շինության համար, այլ թող այն այնքան լուսավորի մեզ ու ոգեշնչի մեզ, որ մենք գնանք և պատմենք ուրիշներին։ Տուր մեզ այս ժամանակում նորից նվիրաբերվել միավորվելով Քրիստոսի ամբողջ մարմնի հետ և պատրաստվելով հափշտակությանը։ Հայր Աստված, իմ զգացմունքներով չեմ առաջնորդվում, իմանալով, որ քո ծառան և մնացած բոլոր ծառաներն անկարող են կատարել այս կարևոր առաջադրանքը, գիտակցելով, թե ինչպես են անցյալում մեծ մարդիկ ամբողջ սրտով փորձել բացահայտել սա կամ բացատրել այս մեծ հայտնությունը, այժմ մենք հասկանում ենք, որ մենք նրանց համեմատ էլ ավելի անկարող ենք, բայց քո մեջ է մեր կարողությունը։ Եվ ես աղոթում եմ, երկնային Հայր, որպեսզի այս ժամանակի ընթացքում դու մի առանձնահատուկ բան անես, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա առաջնորդություն ունենալ ամեն մի սրտում, կատարիր խոսողի շուրթերի և լսողների ականջների թլփատություն։ Եվ երբ այս ամենն ավարտվի, և մենք քեզ նվիրվածներս թույլ տուր մեզ դուրս գալ այս տան շեմից հետևյալ խոսքերով. Լավ էր մեզ համար այնտեղ գտնվելը, Սուրբ Հոգին խոսում էր մեզ հետ, երբ մենք այնտեղ նստած էինք, և հիմա մենք վճռականորեն տրամադրված ենք անել այն ամենը, ինչ մեր ուժերի ներածին չափով է, քանի դեռ շողում են երեկոյան լույսերը։ Շնորհիր սա, Տեր։ Թող այս հավաքույթները դրդեն տղամարդկանց և կանանց նորովի լցվել գործին, վեր հանիր լեզուներով խոսողներին, լեզուների թարգմանիչներին, վեր հանիր մարգարեության պարգևները, վեր հանիր քարոզիչներին, հովիվներին, ավետարանիչներին և մնացածին, որպեսզի եկեղեցին կարողանա շինվել, բարձրացրու միսիոներների հեռավոր ասպարեզներում, ովքեր առաջ կտանեն այս փառահեղ ավետարանը, ուր էլ որ հնչի խոսքը, թող այն ընկնի բարի հողի մեջ, հարյուրապատիկ պտուղ տալով, քանզի մենք հավատում ենք, որ ապրում ենք դարաշրջանի վերջում, որ ավարտը մոտ է։ Շնորհիր այս ամենը, Հայր, և ամենից առաջ, Տեր, օգնիր հիմա ինձ կարիքավորիս, քանզի ես խնդրում եմ այս մասին, այս ծառայությունների համար վստահելով քեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Քույրը խոսում է ուրիշ լեզվով։ Եղբայրը տալիս է թարգմանությունը։ Լսիր ինձ իմ ժողովուրդ, թող ձեր ականջները բաց լինեն Աստծո հոգու շարժման հանդեպ, թող ձեր սրտերը հասկանան, որովհետև ես խոսելու եմ ձեզ հետ իմ ժողովուրդ մարգարեի պարգևի միջոցով։ Նա այսօր այս խորքերից կբերի իմ խոսքը, որը կզարմացնի ձեր հասկացողությունը։ Նա կբացահայտի ձեզ շատ բաներ, որոնք դուք երբեք չեք հասկանա, եթե դրանք հոգեպես չճանաչվեն և չհայտնվեն ձեզ։ Քննեք ձեր սրտերը, զավակներ, և նայեք նրան, որպեսզի նա, երբ խոսի, մարգարեի միջոցով կարողանա ձեր ուշադրությանը հասնել այն, ինչ ինքը կամենում է դնել ձեր ականջների մեջ։
Սա նախազգուշացում է, շատ սրտերի համար այս խոսքերը կհնչեն վերջին անգամ։ Հասել է ժամանակը, որ մեր հասկացողությունն ուղղվի։ Սա խոսվելու է մարգարեի, մեր մարգարեի միջոցով, և թող մեր սրտերը հասկանան։ Եկեք ուշադիր լինենք, որպեսզի ոչինչ բաց չթողնենք, քանզի սա չափազանց թանկագին է, եթե մենք դա բաց թողնենք։ Այսպես է ասում Տերը։ Թող քո կամքը լինի։ Հզոր Աստված, ով հարություն տվեց Հիսուսին մեռելներից, մենք այնքան ուրախ ենք գիտակցել, որ քո հոգին բնակվում է մեր մեջ։ Նա միշտ ճշմարիտ է և նրա մեջ ոչ մի սուտ խոսք չկա։ Եվ հիմա, Հայր, հաստատիր քո խոսքը նաև հետագայում, և կկարդանք քո փառքի համար, և թող ամեն մի սիրտ, ինչպես դու ասացիր, պատրաստված և տրամադրված լինի, քանզի ինչ-որ բան կհնչի։ Գուցե մարդիկ ստանան իրենց վերջին նախազգուշացումը իրենց ներկա գործերից դեպի արդարության ճանապարհ դառնալու համար։ Մենք շնորհակալ ենք քեզնից Սուրբ Աստված, քո Որդու Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։